Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ Սերժ Սարգսյանը մասնակցեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնի բացմանը, որի ավարտին Երևանից ժամանած լրագրողների մի քանի հարցերի պատասխանեց։ Սերժ Սարգսյանը հարցազրույցում անդրադարձել էր Հունգարիայի կառավարության կողմից ՍՄ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու դեմ Հայաստանում սկսված բողոքի ակցիաներին, որոնց ժամանակ նաեւ Հունգարիայի դրոշն այրվեց։ Աշխատանքները շարունակվում են եւ այդ աշխատանքները լինելու են հետեւողական, հաշվենկատ, սթափ եւ ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին։ Ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում։ Եվ մեր հանրությունը, մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին։ Բայց օգտվելով առիթից, ես ուզում եմ դիմել մեր հասարակությանը եւ հատկապես երիտասարդներին։ Եվ խնդրում եմ, որպեսզի չայրեն նրանք Հունգարիայի դրոշը, որովհետեւ Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության խորհրդանիշը չէ։ Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ։ Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ։ Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել եւ մի մարդու կամ մի կուսակցության կամ մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ։ Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին։ Հաջորդ հարցը, որին անդրադարձել էր Սերժ Սարգսյանը, դա այս կիրակի Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններն էին։ Հանրապետականը Գյումրիում չունեցավ սեփական կուսակցական թեկնածուն, այլ որոշեց սատարել ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին։ Ինչու Հանրապետականը չունեցավ սեփական թեկնածու հարցին Սերժ Սարգսյանը այսպես էր պատասխանել։ Իսկ ով ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է։ Եվ ինչ է նշանակում ընդհանրապես սեփական թեկնածու։ Դեք այս առիթով ես ուզում եմ որպեսզի մեկ անգամ եւս անդրադառնալ վերջին շրջանում մամուլում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին, հենց այդ սեփական օտար, այսպես ասած, դաբրո զապրետ, գողական տերմիններ են։ Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ հստակ հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին։ Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք եւս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին։ Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել։ Ուստի բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականին կամ կոնկրետ անհատին։ Սա է մասով։ Այո, իրականության համապատասխանում է մամուլյան պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Նախ համարում եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեծ թշնամի կուսակցություն չի եւ ոչ էլ հակառակորդ։ Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշումներ, օպտիմալ տարբերակ։ Եվ եթե մենք որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանր ու թեթև ենք անում, ես նկատի ունեմ իհարկե խոշոր համայնքները եւ հաշվի առնելով բոլոր թերերն ու դեմերը, նոր առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու։ Կոնկրետ պարագայում իմ կարծիքով Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները։ Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում եւ կարծում եմ Սամվել Բալասանյանը կարող է մթնոլորտը փոխել։ Իդեպ այցի ընթացքում, երբ բացվում էր Գյումրիի բժշկական կենտրոնը, Սերժ Սարգսյանի կողքին Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր կանգնած, Վարդան Ղուկասյանի թիկունքին Սամվել Բալասանյանը։